Մատթեոս 7:21 խոսքից։ Սրանք Հիսուսի խոսքերն են, ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այսպիսով միակ ընդունելի շարժառիթը հոր կամքը կատարելն է։ Այնուհետև Հիսուսն ասում է այն, ինչը խոցում է որոշ մարդկանց։ Նա ասում է, այն օրերը շատերն ինձ կասեն. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք ու քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այդ ժամանակ նրանց հստակ կասեմ, ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Աստծո շնորհքով արտոնություն եմ ունեցել բազում դևերի հանել։ Շատ նշանավոր հրաշքներ եմ տեսել։ Մեկ անգամ չէ, որ մարգարեացել եմ, բայց ցանկանում եմ ասել ձեզ, որ երկին գնալու իմ հույսը չեմ կապել դրանցից որևէ մեկի հետ։ Եվ եթե ինչ-որ մեկն այդ անի, ապա վտանգի մեջ կհայտնվի։ Երկին գնալու համար կա միայն մեկ անհրաժեշտ պահանջ, դա երկնավոր հոր կամքը կատարելն է։ Եվ Հիսուսն այս հրաշագործներին ասում է. հեռացեք ինձանից, ով անօրենություն գործողներ։ Եվ գիտեք, նրանց մեծ մասը իրենց համար են ապրում, նրանք հիմնականում անում են այն, ինչ իրենց դուր է գալիս, վերցնում են այն, ինչ կարող են վերցնել, եւ անտեսում են Աստծո խոսքի մեծագույն կենտրոնական սկզբունքը։ Ես կարող եմ խոսել նրանց մասին, բայց հավանաբար դա հարմար չէ։ Սակայն պետք է ասեմ, որ վերջերս մի նամակ գրեցի Բաղամի մասին։ Ես այնքան տպավորված էի նրա պատմությունով։ Ահա մի մարդ իր զարմանահրաշ մարգարեական պարգևով, գիտության խոսքով եւ իմաստության խոսքով, նա այնքան շատ ու այնքան հրաշալի էր մարգարեանում Իսրայելի ճակատագրի մասին, քան որևէ մեկը Աստվածաշնչում, սակայն նա պատժվեց, սպանվելով Իսրայելի ժողովրդի կողմից։ Եվ գիտեք, թե որն էր նրա խնդիրը, նրա մասին 3 անգամ հիշատակվում է Նոր Կտակարանում, եւ շատ հստակ է ասվում, որ Բաղամի շարժառիթը սերն էր փողի հանդեպ։ Balaam's motivation was the love of money. That cost him his Դա նրա կյանքն արժեցավ։ Եվ իրականում այսօր կարիք ունենք հարցնելու ինքներս մեզ. արդյոք եկեղեցիներում դրդված ենք փողասիրությունից։ Հռութն ու ես հաճախ ենք հիշում Սուրբ գրային մի համար, որը հիմա չեմ փնտրի Աստվածաշնչում, բայց այնտեղ ասվում է. մենք շատերի պես չենք, որ օգտագործենք Աստծո խոսքը շահի համար։ Սա կարևոր խոսք է, այնպես չէ։ Սա կատարվում է Պողոսի օրերում։ Պողոսն ասում է, շատերը փորձում են շահույթ ունենալ ավետարանից, բայց Աստված քննում է մեր շարժառիթները։ Երրորդ պահանջը, որ գործածում ենք, զորությունն է։ Հռոմեացիներին 15-րդ 18 եւ 19-րդ խոսքերում Պողոսն ասում է. որովհետև ես չեմ համարձակվի մի բան խոսել, որ Քրիստոսը չգործեց ինձանով, հեթանոսներին հնազանդեցնելու համար, խոսքով եւ գործով, նշանների եւ հրաշքների զորությունով, Աստծո հոգու զորությունով։ Պողոսն ասում է, իմ արածներից չկա որևէ հիշարժան գործ, բացի այն, որ Սուրբ Հոգին արեց իմ միջոցով։ Սա է միակ ընդունելի զորությունը ծառայության համար, դա Սուրբ Հոգու զորությունն է։ Այսպիսով թույլ տվեք կրկնել կրակի փորձությանը դիմանալու պայմանները։ Առաջինը ձեր շարժառիթն է Աստծո փառքի համար։ Երկրորդ, արդյոք դա անում եք Աստծո խոսքի հնազանդության ներքո, թե անում եք ձեր սեփական գործը ղեկավարվելով ձեր սեփական կանոններով։ Եվ երրորդ, գործում եք արդյոք Սուրբ Հոգու զորությամբ, թե ձեր սեփական մարմնավոր հնարավորություններով։ Այժմ դատաստանի 2 օրինակներ, 2 առակներ, որոնք պատմեց Հիսուսը։ Ես դժվարացել եմ հետևյալին վերաբերվող որոշման մեջ, կարծում եմ պետք է կարդամ դրանք։ Առաջինը մնասների առակն է, մնասները չափման միավոր է եղել փողի չափման միավոր։ Այս առակը գտնվում է Ղուկասի 15-րդ գլխում։ Հին թարգմանությունների մեջ այն կոչվել է առակ ֆունտերի մասին։ Մնասը փողի շատ փոքր միավոր է համարվել։ Մենք կարդալու ենք Ղուկասի 19-րդ գլխի 11-ից 27-րդ խոսքերը։ Եվ միշտ նրանք այս բաները լսում էին,
մի առակել ասաց, որովհետև Երուսաղեմին էր մոտենում և նրանք կարծում էին, թե Աստծո արքայությունը շուտով հայտնվելու է, ապա ասաց, մի ազնվական հեռու երկիր գնաց, որ իր համար թագավորություն ստանա և հետ գա, այլ խոսքով որոշակի ժամանակ կտևի մինչև ես վերադառնամ։ Իր 10 ծառաներին կանչեց, նրանց 10 մնաց տվեց ու ասաց նրանց. աշխատեցեք մինչև գամ, այլ խոսքով շահույթ ստացեք, բայց նրա քաղաքացիները նրան ատում էին ու նրա հետևից պատգամավորներ ուղարկեցին և ասացին. չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի։ Եվ նա թագավորությունն առած հետ դարձավ ու ասաց, որ այն ծառաներին կանչեն, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանա, թե ով ինչ է վաստակել։ Եվ Աստված հաշիվ է պահանջելու մեզանից մեր ծառայության համար։ Առաջինը եկավ ու ասաց. Տեր, քո մնասը 10 մնաս շահեց։ Նրան ասաց. լավ, բարի ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար 10 քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ Այսպիսով այս կյանքում ծառայության մեջ դրսևորված մեր հավատարմությունը որոշելու է հավիտենության մեջ մեր զբաղեցնելիք դիրքը, այն պատասխանատվությունը, որը կստանձնենք Աստծո արքայության մեջ։ Երկրորդը եկավ ու ասաց. Տեր, քո մնասը 5 մնաս շահ բերեց։ Նրան էլ ասաց. դու էլ 5 քաղաքի վրա եղիր։ Բայց նա չասաց. լավ, հավատարիմ ծառա, այստեղ քիչ գովեստ կա։ Ուրիշն էլ եկավ ու ասաց. Տեր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի, որովհետև քեզանից վախենում էի, քանի որ դու խիստ մարդ ես, վերցնում ես ինչ որ չես դրել և հնձում ես ինչ որ չես ցանել։ Եվ նրան ասաց. քո բերանով եմ քեզ դատելու, չար ծառա։ Գիտեիր, որ ես խիստ եմ, վերցնում եմ ինչ որ չեմ դրել, հնձում եմ ինչ որ չեմ ցանել, էլ ինչու իմ արծաթը սեղանավորներին չտվեցիր, որ ես գայի այն շահով ետ առնեի։ Եվ այնտեղ կանգնածներին ասաց. դրանից մնասը վերցրեք և 10 մնաս ունեցողին տվեք։ Նրան ասացին. Տեր, 10 մնաս ունի։ Նրանք կարծում էին, որ ճիշտ չէ 10 ունեցողին ավելին տալ։ Այնուհետև Հիսուսը շարունակում է. դրա համար ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից ինչ էլ որ ունի կվերցվի։ Հիմա լսեք այս, որովհետև մեծամասնությունն այսպես չի մտածում։ Սա դեռ առակի վերջը չէ, դեռ մեկ նախադասություն կա, իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեի, այստեղ բերեք ու իմ առաջ սպանեցեք։ Սա է դատավոր Հիսուսը, ոչ թե փրկիչ Հիսուսը, այլ դատավոր Հիսուսը։ Հիշեք, որ այն նույն անձը, որ փրկիչ է, նա նաև դատավոր է։ Հիշում եք, որ նա, ով համարվում է աշխարհի փրկիչը, նաև աշխարհի դատավորն է։ Հիսուսի մասին քո պատկերացումը արդյոք ընդգրկում է սա, թե դուք այն մարդկանցից եք, ովքեր ասում են. խոնար, հես ու նուրբ Հիսուս, փառք Աստծու։ Սա ճշմարիտ է, բայց ողջ ճշմարտությունը չէ։ Կա Հիսուսի մեկ այլ պատկեր, նա դատավոր է, նրա աչքերը կրակի բոց են, իր բերանից երկսայրի սուր է դուրս գալիս, նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես է, ոտքերը կրակի մեջ գտնվող պղնձի նման։ Երբ Հովհաննեսը հայտնության մեջ հանդիպում է նրան, այս պատկերով վայր է ընկնում մեռածի պես։ Սա տպավորիչ է ինձ համար։ Հովհաննեսը ամենամտերիմ հարաբերությունն ուներ Հիսուսի հետ վերջին ընթրիքի ժամանակ, նա Հիսուսի գրկի մեջ էր, նա այն մարդկանց մեջ էր, ում Հիսուսը հայտնվեց Գալիլեայի ծովի մոտ, նախաճաշ պատրաստեց նրանց համար։ Իմիջայլոց ինձ դուր է գալիս սա, ինձ դուր է գալիս, որ Հիսուսը նախաճաշ պատրաստեց առաքյալների համար։ Ինչևէ, Հովհաննեսը, որը այնքան մտերիմ էր Հիսուսին, երբ հանդիպում է դատավոր Հիսուսին, մեռածի պես վայր է ընկնում։ Կարծում եմ եկեղեցին էլ նման հանդիպման կարիք ունի։ Եկեղեցին, որը ընկերական հարաբերություն ունի Հիսուսի հետ, կարիք ունի հանդիպելու դատավոր Հիսուսին։ Կարծում եմ վնաս չեք կրի, եթե մեռածի պես ընկնեք նրա ոտքերի առաջ։ Այդ կլինի մի հանդիպում, որից կսովորենք բոլորս։ And I think it wouldn't do us any harm if we fell at his feet like someone dead. It would be something we need to learn. Now let's comment on this parable. Այժմ եկեք մեկնաբանենք այս առակը։ Առաջին հերթին ամենաշատ գումար վաստակողը ստացավ հավելավճար, սա սկզբունք է։ Մի անգամ Աստված հավատքի գերբնական պարգև տվեց ինձ։ Շատ զարմանալի կերպով աղոթում էի անհավասար ոտքեր ունեցող մարդկանց համար և կարճ ոտքն աճում էր։
It happened to Այդ կատարվում էր հարյուրավոր մարդկանց հետ։ Ես նրանց ասում եի, այժմ Աստված հպվում է ձեզ, գերբնական զորությունը գործում է ձեր մարմնի մեջ, ծառայեք ինքներդ ձեզ։ Եվ տեսել եմ բազում մարդկանց, ովքեր գերբնականորեն բժշկվել են։ Բայց իմ լավ ընկերներն, իմ ծառայակից եղբայրներն ասում էին ինձ. «Գիտես, Դերեկ, դու Աստվածաշնչի ուսուցչի համբավ ունես, եւ եթե դու սկսես մարդկանց ոտքերը աճեցնել, դա հնարավոր է չհամընկնի քո համբավին»։ Այսպիսով ես մտածեցի, գուցե նրանք ճիշտ են ասում, եւ դիմեցի Տիրոջը։ Ահա թե ինչ ասաց նա. «Ես քեզ պարգև եմ տվել»։ Հանկարծ գիտակցեցի, որ դա պարգև է, հավատքի պարգևը։ Այլ մենք կարող ենք գործածել եւ ավելին ունենալ, կամ չգործածել եւ կորցնել։ Ես որոշեցի գործածել պարգևը եւ ավելին ունենալ։ Ես որոշեցի գործածել պարգևը եւ ավելին ունենալ։ Եվ հիմա Աստծո փառքի համար եմ ասում, ես ավելին ունեցա։ Բայց հիշեք, ինչ պարգև էլ ունենաք, երկու բան կա, որ կարող եք անել։ Կարող եք գործածել եւ ունենալ ավելին, կամ չգործածել եւ կորցնել։ Այնուհետև հիշեք, որ այս կյանքում ձեր ծառայությունը որոշելու է, թե ինչպիսին է լինելու ձեր դիրքը հավիտենության մեջ։ 10 մնաս շահողը 10 քաղաքի վրա դրվեց, 5 մնաս շահողը 5 քաղաքի վրա դրվեց։ Դա ճիշտ համարժեք է նրանց հավատարմությանը։ Եվ հիշեք, Հիսուսը չասաց. «Լավ, բարի եւ հաջողակ ծառա», նա ասաց. «Լավ, բարի եւ հավատարիմ ծառա»։ Շատերս շեշտը դնում ենք հաջողության վրա եւ քիչ ուշադրություն արժանացնում հավատարմությանը։ Այսօր արտոնություն ունենք տեսնելու Աստծո հզոր գործերը այն վայրերում, որոնց անվանում են միսիոներական դաշտեր։ Մենք կարող ենք հպարտանալ ասելով. «Նայեք, հազարավոր մարդիկ են գալիս մեր սեմինարներին», բայց Աստված ասել է ինձ. «Մի մոռացի, որ քեզանից առաջ ծերուններ են եղել, որոնք շատ քիչ պտուղ են տեսել, բայց նրանք ջանք են թափել, իսկ դու մտել ես նրանց աշխատության մեջ։ Շատ մեծ կարծիք մի ունեցիր քո մասին»։ Ես հարգում եմ առաջամարտիկներին, որոնք աշխատել եւ իրենց կյանքներն են դրել։ Երբ առաջին միսիոներները գնացին Արևելյան Աֆրիկա, նրանց ամեն 5-ից 4-ը մահանում էր։ Նրանք արդյունքը չտեսան, բայց նրանք սերմեր էին, որ ցանվեցին հողի մեջ եւ հետագայում պտուղ բերեցին։ Եվ անկեղծորեն ասում եմ ձեզ, որ միակ ամենամեծ վտանգը, որի հետ առնչվում ենք, հպարտությունն է։ Մի մարդ կար եկեղեցում, որին իր խոնարհության համար պարգևատրել էին պատվավոր ժապավենով։ Հետո ստիպված էին վերցնել ժապավենը, քանի որ նա միշտ կրում էր այն։ Այնպես որ չարժե իտես բոլորին կրել խոնարհության ժապավենը։ Այսպիսով Հիսուսը մեկ բան էլ ասաց այն մարդուն, ով ոչինչ չէր վաստակել, որ գուցե նա չուներ փող աշխատելու հնարավորություն, բայց կարող էր անել դա, դնելով այն բանկում, որպեսզի նա շահույթ ունենար։ Սա խոսում է այն մասին, որ սխալ չէ շահույթ ունենալը։ Միգուցե որոշ դեպքերում դա վատ է, բայց ոչ միշտ։ Սա ինչ կարող է նշանակել ինձ եւ ձեզ համար։ Ինչ պետք է անենք։ Մենք կարող ենք ասել, ես չունեմ մեծ ծառայություն, ես քարոզիչ չեմ, ադմինիստրատոր չեմ, շատ տաղաններ չունեմ, ինչ կարող եմ անել։ Դրեք այն բանկում։ Ո՞րն է դա։ Սա իմ հասկացողությունն է։ Գտեք մի ծառայություն, որն իրոք պտուղ է բերում, ստուգեք այն, փորձեք եւ ներդրում կատարեք այնտեղ։ Սա է բանկում փող դնելը, եւ դուք կունենաք ձեր շահույթը, երբ Տերը գա։ Ամեն։ Այժմ եկեք նայենք հաջորդ առակը, որը շատ նման է այս առակին, բայց տարբերություն կա։ Դա քանքարների առակն է։ Այն Մատթեոսի 25-րդ գլխի 14-րդ խոսքից մինչև 30-րդ խոսքն է։ Մատթեոսի 25-րդ գլխի 14-րդ խոսքից սկսած։ Որովհետև ինչպես մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց ու իր ունեցածը նրանց հանձնեց։ Մեկին 5 քանքար տվեց, մյուսին 2, մյուսին 1, յուրաքանչյուրին իր կարողության չափ եւ շուտով մեկնեց։ Նկատեք, որ մնացների առակում ամեն մեկը ստացավ մեկական մնաս, բայց այս առակում մեկը ստացավ 5, մյուսը 2 եւ վերջինը ստանում է 1 քանքար։ Եվ նա տվեց սրանք համաձայն նրանց հնարավորությունների։
Ցանկանում եմ, որ հասկանաք, Աստված քանքարներ է տալիս կարողությունների չափով։ Եթե դուք կարող եք 5 քանքար օգտագործել, նա ձեզ կտա 5-ը, եթե միայն 2-ը կարող եք օգտագործել, նա կտա 2-ը, իսկ եթե միայն 1-ը, ապա նա ձեզ կտա 1-ը։ Նրա տալու չափը կախված է ձեր կարողությունից։ Այնուհետև ասվում է 5 քանքար ստացողը գնաց, դրանցով գործ արեց եւ ուրիշ 5 քանքար էլ շահեց։ Այնպես էլ նա, ով 2-ը ստացավ, ուրիշ 2 էլ շահեց։ Իսկ այն 1 ստացողը գնաց, գետինը փորեց եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։ Եվ շատ ժամանակ հետո ծառաների տերը եկավ ու նրանից հաշիվ պահանջեց։ Եղբայրներ եւ քույրեր, Տերը գալու է եւ հաշիվ պահանջելու ձեզանից եւ ինձանից։ 5 քանքար ստացողը մոտ եկավ, ուրիշ 5 քանքար էլ առաջ բերեց ու ասաց. «Տեր, ինձ 5 քանքար տվեցիր, ահա դրանց վրա 5 քանքար էլ շահեցի»։ Եվ նրա տերը նրան ասաց. «Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։ Նկատեք, որ սա նույն սկզբունքն է, ինչ անենք այս աշխարհում, որոշելու է, թե ինչ ենք անելու հավիտենության մեջ։ 2 քանքար ստացողն էլ մոտ եկավ ու ասաց. «Տեր, ինձ 2 քանքար տվեցիր, տես, դրանց վրա ուրիշ 2 քանքար էլ շահեցի»։ Նրա տերն ասաց նրան. «Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։ Այստեղ այլ սկզբունք է գործում, որովհետև մեկը 5 անգամ շահեց, իսկ մյուսը 2, բայց գովեստի խոսքերը նույնն էին ամեն մեկի հանդեպ։ Այլ խոսքով ասած, Աստված նայում է տոկոսին։ Եթե դուք ստացել եք 5-ը, նա 100%-անոց արդյունք է սպասում, որը եւս 5-ն է։ Եթե դուք ստացել եք 2-ը, նա 100%-անոց արդյունք է սպասում, որը 2-ն է։ Նա գիտի ձեր կարողությունները եւ ավելին չի պահանջի ձեզանից, քան կարող եք։ Եկեք շարունակենք։ Այն 1 քանքար ստացողն էլ մոտ եկավ ու ասաց. «Տեր, ես քեզ ճանաչում էի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ուր որ չես սերմանել, եւ հավաքում ես, ուր որ չես ցանել։ Վախենալով գնացի քո քանքարը գետնի մեջ թաքցրի, ահա քոնը վերցրու»։ Նրա տերն էլ պատասխանեց նրան ու ասաց. «Չար ու ծույլ ծառա, թույլ տվեք նշել, որ ծուլությունը չարություն է։ Մեր եկեղեցիների մեծ մասը հարբեցողներին չեն ընդունի։ Նրանք կասեն, դուք չեք կարող տեղ զբաղեցնել մեր համայնքում, սակայն եկեղեցիների մեծ մասը ընդունում է ծույլ մարդկանց։ Բայց Աստծո աչքերում ծուլությունը ավելի վատ մեղք է, քան հարբեցողությունը։ Սա իմ տեսակետն է, թե Հիսուսն ինչպես է գնահատում որոշ բաներ։ Խնդրում եմ հասկացեք, ես չեմ արդարացնում հարբեցողությունը, դա մեղք է, բայց կարծում եմ, որ Աստծո աչքերում ծուլությունն ավելի վատ մեղք է։ Հիսուսն ասաց. «Չար եւ ծույլ ծառա, գիտեիր, որ ես հնձում եմ, ուր որ չեմ սերմանել եւ հավաքում, ուր որ չեմ ցանել։ Ուրեմն պետք է, որ իմ արծաթը շահարկողներին տայիր, ես կգայի իմ տոկոսը կառնեի»։ Կրկին նույն սկզբունքը, եթե դուք փող աշխատելու հնարավորություն չունեք, ներդրեք այն մի ծառայության մեջ, որը պտուղ կբերի։ Արդ դրանից քանքարն առեք եւ 10 քանքար ունեցողին տվեք։ Ուշադրություն դարձրեք, ով ունի, նրան կտրվի, որովհետեւ ով որ ունի, նրան կտրվի ու կավելանա, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Եվ այն անպիտան ծառային դրսի խավարը հանեցեք, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Այս արտահայտությունը մի քանի անգամ կրկնվում է նոր կտակարանի մեջ։ Այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Ուսումնասիրելով այս համարը հանգել եմ այն եզրակացության, որ սա օգտագործվել է միայն այն մարդկանց համար, ովքեր շատ մոտ են գտնվել ճշմարիտ արժեքներին եւ ունեցել են բոլոր հնարավորությունները ներս մտնելու համար։ Սրանք այն մարդիկ չեն, ովքեր ոչինչ չգիտեն Աստծո մասին, բայց այն մարդիկ են, ովքեր իրենց ողջ կյանքում եղել են այնքան մոտ եւ ամեն բան իմացել են այդ մասին, սակայն երբեք չեն մտել դրա մեջ։ Այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Ինչքան ծանր կլինի ասել. «Ես կարող էի լինել դրանում, ես ամեն ժամանակ ունեցել եմ այդ հնարավորությունը, բայց երբեք չեմ մտել դրա մեջ։ Իսկ հիմա ես հավիտյան գցվել եմ խավարի մեջ»։ Սարսափելի է։ Թույլ տվեք եւս մեկ բան ավելացնել։ Այն մարդիկ, ովքեր մերժվել են, ովքեր ամենաքիչն են նվիրվել, ինչ որ բանով պատկանում են մեկ քանքար ունեցող մարդկանց խմբին, եւ հայտնաբերել են, որ դա ճշմարիտ է եկեղեցում։
Հիմնականում մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ մի բան կանեն, բայց մեկ քանքար ունեցող մարդիկ հետ են պահում իրենց եւ ասում. ես շատ բան չունեմ, ոչինչ չեմ կարող անել, այնպես որ ես ոչինչ չեմ անի, եւ նրանք կմերժվեն, նրանք դուրս կշպրտվեն։ Ես ցանկանում եմ խոսել ձեզանից ոմանց հետ, չեմ ցանկանում անուններ նշել, բայց դուք պատկանում եք մեկ տաղանդ ունեցող մարդկանց խմբին եւ թերագնահատում եք ձեր պատասխանատվությունը։ Ես շատ բան չեմ կարող անել, Աստված շատ բան չի պահանջում ինձանից։ Այն էլ ինչպես է պահանջում։ Նա հավատարմություն է պահանջում, երբ դուք քիչ կամ շատ բան ունեք։ Ես սա քարոզեցի Ֆորտ Լոդերդեյլի մեր եկեղեցում եւ արձագանքը ցնցող էր։ Այդ կատեգորիայի մարդիկ եկեղեցու մոտ կեսն էին կազմում։ Ես հասկացա, որ սա շատ հավատացյալների գլխավոր խնդիրն է։ Ես միայն մեկ տաղանդ ունեմ, ինչ պետք է անեմ դրա հետ, ես ոչինչ էլ չեմ անի։ Հիսուսը դա չի ընդունի, նա ասաց, դու կարող էիր այն շարքողներին տալ։ Քո մեկ տաղանդը կարող էի ներդնել ծառայության մեջ, որը իրական պտուղ կբերեր, եւ պտուղի որոշակի մասը քեզ կվերագրվեր։ Հռութի եւ իմ մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ կարիք ունենք ինչ-որ մեկի, ով կարող է ծառայություն մատուցել մեզ, որն ուղղակի կարող է ծառայել։ Մենք չենք ցանկանում մեր գործերն ուրիշի վրա բարթել, բայց եթե ցանկանում ենք անել այն գործը, որն Աստված տվել է մեզ, ապա անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կծառայեն մեզ։ Գիտեք, թե որքան դժվար է այսօր եկեղեցում գտնել մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայելու։ Մենք այստեղ հանդիպել ենք մի քանի հրաշալի մարդկանց, 2-3 հոգի ծառայել են մեզ տարբեր ժամանակներում։ Նրանցից ամեն մեկն էլ հավատարիմ է գտնվել։ Մենք շատ խնդիրներ ենք ունեցել այն մարդկանց հետ, ովքեր ցանկացել են ունենալ իրենց սեփական ծառայությունը։ Նրանց չէր հետաքրքրում այլ ծառայության մեջ ներդրում անելը։ Եվ նրանք ամեն բան կորցրեցին։ Նրանք չունեցան իրենց սեփական ծառայությունը, չունեցան ուրիշի ծառայության մեջ ներդրում ունենալու հնարավորությունը։ Սիրելի, մեկ տաղանդ ունեցող մարդիկ, զգույշ եղեք, դուք վտանգի մեջ եք։ Դուք միգուցե լսեք այս խոսքերը, այդ անպիտան ծառային դրսի խավարը նետեք, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։